Ես հիմա շտապում եմ Դաշնակցության գրասենյակ, ահա եւ այսպես դարձել է ավանդույթ, որ տաքսիի վարորդը մի քանի հարց ուղի իմ զրուցակիցներին։ Ուզեք ձեզ նկարեմ։ Չի ուզում նկարեմ, բայց այսպես մոտիկ եմ պահում, որպեսզի լսվի նրա հարցը։ Ինչ հարց ունեք, եթե Դաշնակցությանը հարց տալու հնարավորություն ունենայիք, մի շեղվեք քշելուց, ուղղակի ձեր հարցը տվեք։ Տեսեք, հարց կարող են տալեն մարդիկ, ովքեր խայցեպը 5%-ով հասկանում են քաղաքականություն կամ ինչ որ կատարվում է երկրում։ Իմ մնիով, տեսեք, դաշնակ կլինի ով ուզում է լինի, եթե իրանք ուզում են ղեկավարության գլուխ չէ, իրանք կառավարեն Հայաստանը։ Դե ընտրություններ են, այո։ Ընտրությունները մեծամասնություն։ Ինչ կարան անեն։ Ուղղիչ էր միջև հիմա արե։ Ինչ կարան անեն, որ բարելավի ոչ թե մեր 3 միլիոնի 1%-ի համար, այլ գոնե 40-50%-ի համար բարելավի։ Տեսեք, Նիկոլը մասն, որովհետև ինքն իմ համար Նիկոլա։ Ես ոչ մեկին չեմ փնովում, ոչ մեկին չեմ ուզում ինչ-որ մեկի վրա ցեղսեմ, ես պարզ ասում եմ ինչը տեսնում եմ, տեսեք, տաքսու վարորդները ու առհասարակ վարորդների շնորհիվ այսօր հեղափոխություն եղավ, մեր տանջանքների, մեր սաղորը կանգնելու, փողջ աշխատելու շնորհիվ այսօր հեղափոխություն եղավ, ինչ ստացանք արդյունքում, հարկերը մեր ավելացավ, որ հարկ չենք տալ, ինչի պիտի եսի մեքենան ջարդեմ, փչացնեմ, կամերայի տակ կանգնեմ իրանց մամային կամ քուրիկին վերցնելու, իջացնելու համար ես նկարվեմ, հերիք չի, մի հատ էլ ես հարկ տամ։ Այսինքն դուք մնացիք տուգանքի մատերիալ։ Այդ փաստա, այդ չի քննարկում, այդտեն որ դուրակ ու յասնը որ այդ տենց է, ինչի մասն է խոսքը։ Եթե պիտի Լավ, ինչ հարցնեմ Դաշնակցությանը, ընդդիմությանը ընդհանուր առմամբ ինչ հարց ունեք։ Ես գաղափար չունեմ, անկեղծ եմ, որ ուղղակի ես ասել ասում եմ ինչը որ տեսնում եմ։ Ու չեմ հավատում առհասարակ մարդ էակին, բացարձակ կլինի ով ուզում է լինի, առհասարակ չեմ հավատում։ Ես հավատում եմ։ Ընտրությունների չեք գնալու։ Բացարձակ, կյանքում չեմ մասնակցել, չեմ մասնակցի։ Եթե չմասնակցեք ընտրություններին, իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին կա։ Ինձանից չի որոշվում։ Ու իմ նման մարդկանցով չի որոշվում։ Դե մեկն էլ դուք եք։ Որոշված է ու այդ փաստացի Ով է որոշել։ Որոշել են, չգիտեմ, որոշված է, բայց հաստատ։ Այդ որոշված է։ Ով է որոշել, որ ես պիտի տաքսի վարորդի իր սեփական մեքենան ջարդի, հարկ մուծի, փոսերի մեջ լղկվի, պրոբկի մեջ կանգնի ու քաղաքապետին ես հարկ տամ, մնացածին հարկ տամ, հերիք չի, մի հատ էլ սենց իմ համար ոչ որ վարորդները սաղորը պրոբկի մեջ կանգնած ջարդվում են, իրաց ավտոները փակում են ճանապարհը, որ ինչ-որ մեկը գա բան փոխի։ Ինչ փոխվա։ Եթե կլինի մի հատ այդպիսի վարորդ կամ այդպիսի ղեկավար, ինչ կալիբրիզում ալին, որ կարա հստակ ասի, այս ինչ բանը մեր շնորհիվ փոխվելա։ Խնդրում եմ զգուշ քշեք։ Կարող է ես ձեզ խանգարում եմ։ Չէ, խանգարում։ Ուղղակի կանգնել էր։ Լավ, միջապես սպասեք։ Ինչի մասն է խոսքը։ Ես ոնց կարամ գնամ մի մարդու ընտրեմ, մի մարդու համար ինձ ծեփեմ պատերին, որ չի որ իրանց համար լավ լինի ու մենք էլի տանջվենք։ Ես դրա համար ինչի Բայց որ չգնաք ընտրեք ձեզ համար լավ կլինի։ Օրինակ որ չգնաք ընտրության։ Որ գնամ էլ ընտրության չգնամ էլ իմ համար նույն բանն է։ Շատ լավ։ Գիտեք ինչ եմ առաջարկում ես ձեզ։ Մարդիկ գնացին ընտրեցին Նիկոլին, այսօր ինչ ասես ասում են, բա դա նորմալ է, դա մարդկային օրն է։ Եթե ես պիտի գնամ ընտրեմ ու իմ համար վատ լինի, Դե գիտեք ինչ, ընտրում եք, նայում եք ինչպես է աշխատում, հետո կարող եք եւ քննադատել, ով է ասում որ հոթակավոր չենք ընտրում, չէ՞։ Դե բա թակավորը փաստացի էլի։ Թակավոր ենք ընտրում փաստացի։ Լավ, մի բան ասեմ։ Առաջարկում եմ Ես գրագետ մարդ չեմ, սովորած մարդ չեմ, իսկ կարող եմ լավ չխոսամ։ Ես կարող եմ ասել, որ դուք բազմաթիվ գրագետ մարդկանցից ավելի լավ խոսեցիք։ Ձեր տեսակետը շատ հասկանալի է եւ նույնիսկ ընդունելի է, բայց ես ձեզ ուրիշ բան առաջարկեմ։ Հետևեք մեր բլոգին, սա Հրապարակ TV-ի բլոգն է, քաղաքականացված գրասենյակ, եւ այս անգամ ոչ թե ձեր հարցն եմ փոխանցելու կուսակցությանը, այլ կուսակցությունից ստանալու եմ ինչ առաջարկ ունեն, ինչ խոսք ունեն մարդկանց, ովքեր ասում են չենք գնալու ընտրություններին, որովհետեւ ամեն ինչից հիասթափված ենք։ Թող լսեք մեզ եւ գուցե իրենց պատասխանը ձեզ հետաքրքրի։ Պայմանավորվեցինք։ Okay, բայց պայլուբում Ահա եւ հասա ես Հայ հեղափոխական դաշնակցության Սիմոն Վրացյան կենտրոն։ Սա Հանրապետության փողոցն է։ Շատ հեշտ է գտնել դաշնակցության գրասենյակը, քանի որ այն ամփոփող միշտ նույն վայրում է, սա Գերագույն մարմնի շենքն է։ Այստեղ են կայացվում կարևոր որոշումները։ Ուզում եմ ասել, որ այս շենքը
Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկն է պահպանված։ Հիմա ներսում մենք խոսենք նաև շենքի մասին, ես վստահ եմ, որ նրանք անպայման մեզ կպատմեն այս շենքի պատմությունը։ Եվս տեսնում ենք այստեղ իհարկե Հայաստանի, Արցախի եւ Դաշնակցության դրոշները։ Արդեն ինձ սպասում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուս։ Շնորհակալություն։ Անգամ վաղուց չեմ եղել այստեղ եւ նույնիսկ կարող եմ ասել, որ վերջին անգամ այստեղ ես զրուցել եմ Վահան Հովհաննիսյանի հետ։ Մեծ պատիվ է, ընկեր Վահանից հետո ձեզ դիմավորել է նորից։ Այս Դաշնակցության կենտրոնական գրասենյակն է Հայաստանում, Գերագույն մարմնի գրասենյակը, որը կոչվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի անունով Սիմոն Վրացյանի, տեսակ արդեն վահանակը։ Այո։ Այս պատմական շենք է նաև առաջին հանրապետությունում այստեղ ներքին գործերի նախարարությունն է եղել, տարբեր բաներ են եղել ու արդեն տասնամյակներից ավել մենք այստեղ ենք։ Այո, այնքան խորհրդանշական է, որ հենց դուք եք այստեղ։ Այո։ Այստեղ դե շենքի պատմականությունը տեսնում եք։ Մեր ընկերներն են, մենք սովորական, այսինքն պահակներ, երիտասարդ այստեղ։ Բարև ձեզ։ այստեղ ինչ բոլորը կտեսնեք, մեր առաջնային հիմնական տարբերություններից մեկը միսկստակցությունների նման կազմակերպությունների, մենք կամավորական հիմունքներով 99 եւ ավելի տոկոսով կամավորական հիմունքներով աշխատող կազմակերպություն ենք։ Բոլորը մեր ընկերներն են, մեր գաղափարական դարբնոցից երիտասարդներ, ուսանողներ, պատանիներ, որոնք գործ անում են կուսակցական իրենց ազատ ժամանակ։ Եվ որոնք շատ հայրենասեր են։ Դա մի բան է, որ ոչ ոք չի կարող հերքել։ Ես երևի առաջինը կուզենամ մենք գնանք մեր քաղաքային կառույց, Երևանի քաղաքային կառույց, եւ հարկ ունենք, եւ այստեղ ոնց որ Դաշնակցության դրոշը ես պետք է ցույց տամ։ Այսպես բռնենք։ Մահկամ ազատություն։ բռունցքով բռնված այս մասը հաճախ բաց են թողում։ Արյունոտ դրոշ, որ ասում ենք, այս կարմիր դրոշն է, բռունցքով բռնած առանցքի վրա փետուրը, սուրը եւ բահը, այս մեր հավասարակշռության առանցքն է։ Այստեղ Դաշնակցությունը հաճախ ասոցիացնում է միայն զենքի հետ, զենքը, գրիչը, այսինքն մտավոր աշխատանքը ու հողի աշխատանքը մեզ համար նույն արժեք ունեն ու հավասարապես գնահատելի են եւ մահկամ ազատությունը, այո, սլոգան, այսինքն ընկեր Վահանը ասում էր մահկամ ազատություն նշանակում է, որ կան բաներ, որոնց համար արժի մեռնել, կյանքից էլ թանկ։ Այո, կան կյանքից թանկ բաներ։ Այո։ Դա անհերքելի է։ Բայց գիտեք, ժամանակներն այնպիսին են, որ իհարկե կյանքը, մարդու կյանքը շատ թանկ է եւ այնքան բարձր է այդ գաղափարը, որ կարելի է եւ շատ բաներ դրան ստորադասել։ Բայց գաղափարական իմաստով մենք պետք է հասկանանք, որ իհարկե կյանքում կան նաև կյանքից թանկ բաներ։ Մարդու կյանքը անգին է, բայց այո, մարդկանց կյանքը որպես հավաքականություն շատ ավելի արժեք է։ Եվ հայրենիքի կյանքը։ Հենց դա է, այսինքն հայրենիքը այդ հավաքականության անվտանգությունը ապահովելու, շարունակականությունը ապահովելու, չէ՞, չէ՞ որ ծնողները իրենց զոհում են երեխաների համար, դա չի նշանակում, որ ծնողի կյանքը թանկ չէ, բայց դա նշանակում է, որ շարունակականությունը ապահովելու տեսակի իր երեխայի համար, իրենից ծնված երեխայի համար ավելի բարձր է, դա չի նշանակում ստորադասար սեփական կյանքը։ Նույնն է, լավ է, որ դուք դա բացատրեցիք։ Մեր Երևան քաղաքային կոմիտեն է, Երևանի կառույցը, որ պատասխանատու է Դաշնակցության Երևանի մասով քաղաքականության, ընկերների կյանքը կազմակերպելու, եկեք գնանք ավելի մանրամասն իրեն կպատմեն։ Մի փոքր գուցե սենյակը վերանորոգված է, բայց այստեղ ես եղել եմ եւ հենց այս սենյակում է եղել մեր հարցազրույցը։ Բարև ձեզ։ Վահան Հովհաննիսյանի հետ, բարև ձեզ։ Մեր ընկերուհի Սիրյանը այստեղ։ Բարև ձեզ։ Որ հին դաշնակցականներ։ Այո։ Սա Գեղամուշեղյան ժողովասրահն է։ Պատերազմ ընկեր Գեղամուշեղյանը մեր 2020 թվականի պատերազմի նահատակներից է։ Այդ ժամանակ ինքը Երևան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչն էր։ Այսինքն այն անձը, ով նախագահը, ով բաներ պատասխանատու էր մարմնի համար։ Հիմա այստեղ մարդիկ աշխատում են, իսկ ես գալիս եմ, ձեզ, ինչպես սովորաբար լինում է, ես գնում եմ ու մարդիկ ստիպված թողնում են գործերը։ Դուրս են գալի մինչև կանգնում են բոլորը։ Չեն գալի, ուղղակի արգանքի նշան է։ Շատ լավ, շնորհակալություն։ Մինչդեռ ես ուզում եմ գործին չխանգարել, այլ մի բան էլ դեռ օգնել հանրությանը հասկանալ, թե ինչ է կատարվում հիմա կուսակցություններում։ Հենց նոր ես գալիս էի եւ տաքսու վարորդին տվեցի իմ ավանդական հարցը, ինչ հարցնեմ դաշնակցականներին։ Եվ նա գիտեք ոչ մի հարց էլ չուներ։ Ասաց չեմ գնալու ընտրություններին, չեմ գնալու, ոչ մեկին չեմ վստահում,
Դաշնակցականներին չեմ վստահում, ներկա իշխանություններին չէր վստահում, դժգոհ էր կյանքից երիտասարդը եւ ասաց, որ գնամ որ ինչ։ Վստահ համոզված ընտրությունները մերժող քաղաքացի էր, ինձ թվում է դուք խոսք ունեք ուղղված նրան, որովհետեւ հենց այդ մարդիկ են մեծամասնություն այսօր եւ հենց այդ մարդկանց դիրքորոշումից է կախված որևէ բան կփոխվի, թե ուղղակի ընտրություն չի կայանա, որովհետեւ նրանք չեն գնա եւ շատ փոքր մասնակցությամբ ամեն ինչ կմնա նույնը։ Եկեք մեր Երևան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչին հարցնենք, ինչի գնա ընտրության։ Որ մտակ ներս գրված է, չէ, սրայի ամուր։ Այո։ Ասեք, այս մեր ընկերն է, որ զոհվել է, հենց դրանով դա այդ վարորդին տաքսում։ Հենց այս նկարը եւ այս տղու մասին երկու բառը դաշնակցությունը դա է։ Այո։ Դաշնակցությունը այս տղան է, որը որ ճիշտ է պատահարի, բայց երիտասարդ падգամավոր էր, որը որ շատ հարցեր էր բարձրացնում եւ խաղամոլության եւ թմրամոլության դեմ։ Այ երիտասարդ մեր падգամավորը Սիկը բոլորս ճանաչում եւ մեր երիտասարդ ընկերը, որը որ պատերազմի բողոք անցած, ես չեմ բողոքում, այլ այսօր մենք վստահել ենք իրան եւ այսօր իրանք ներկայացնում են մեզ։ Այ մեր հիմնադիրները իրենց կյանքով են ապացուցել եւ 32 երկրում դաշնակցություն ունի, ոնց ասեմ, կառույցն է։ Այնքան մեծ կառույց։ Եվ այսօր որ խոսում են եւ ասեն դաշնակցությունից բան, գիտեք ամենտեղ Լսում եք, ես նրան ասել եմ կնայեք հաղորդումը, լսում եք, չէ, երիտասարդ անունն էլ չեմ հարցրել, բայց խոստացա, որ կնայի։ Ասեք, բայց մի բարկացեք։ Դուք այսօր պետք է լինեք, կարծում եմ, համոզողի դերում եւ խնդրողի դերում։ Քիչ զայրացած։ Այ բարկանալ եմ ասում, որ երիտասարդը հասկանա։ Չէ, բայց պետք է զայրացած։ Չէ, պետք է, այսօր մի քիչ զայրացած։ Զայրացեք, մյուսներն էլ թող համոզեք, եթե կարող եք։ Ձեզի գիտեք ոնց, ասենք ճանապարհը, չէ, զինվորը լինում նոր գեներալ, ճիշտ է։ Ասենք մի անգամից գեներալ չեն լինում։ Բայց այսօր մենք այսօր լինում ենք, որ մեր կոմիտեի ներկայացուցիչը քաղաքային։ Շատ լավ, կխոսենք, ուղղակի զայրանալ կամ բարկանալ այսօր ուսակցությունները չեն կարող։ Այսօր զայրանալ եւ բարկանալ կարող է միայն ընտրողը, որը նորանկախ Հայաստանի 3 տասնյակ տարիների ընթացքում դժգոհ է մնացել բոլոր ընտրություններից հետո։ Այդպես է թե այդպես չէ։ Այդպես է։ Իսկ սա հարց չէր։ Ընդդում էր։ Սա հարց չէր, սա։ Այդ երիտասարդի մոտ այդպես է, Ահա։ բայց այդ երիտասարդը Ասեմ ձեզ միկրոֆոն, այդ երիտասարդը ես կարծում եմ այդպես է մտածել նաև իշխանության քարոզչության արդյունքում, որ նաև դա է իշխանության քարոզչությունը, որ բոլորը նույն են, բոլորը նույն բանի վրա են, ում էլ ուզում ընտրեք, որպեսզի իրանց ընտրողը գնա ընտրության, իսկ իրանցից դժգոհ հասարակությունը մարդիկ, որոնք շատ են, մեծ տոկոս են կազմում այս իշխանությունից դժգոհ մարդիկ չգնան ընտրության, բայց բոլորը նույն չեն, ցույց է տվել պատմությունը, այդ երիտասարդը ես վստահ եմ այնքան նաև իշխանությունը այդ տեսակ մարդկանց հոգսերն ու առօրյան այնքան է դժվարացրել, որ հասարակական կյանքով չեն հետաքրքրվում եւ ուղղակի դժգոհում են, բայց այդ երիտասարդին ես հորդորում եմ գնալ ընտրության պարտադիր եւ նման բոլոր երիտասարդներին եւ մեր հայրենակիցներին պարտադիր գնան ընտրության, եթե նույնիսկ մեզ չընտրեն, ընտրեն ցանկացած ընդդիմադիր ուժի, մենակ իշխանությանը չընտրեն եւ այդ ժամանակ փոփոխությունները վստահ եմ կտեսնեն։ Խոսքս ուզում եմ ուղղել Քրիստինեին, որ նա падգամավոր է եւ նրա ակտիվ, այսպես քաղաքական ընդդիմախոսությունը, ընդդիմադիր գործունեությունը մենք տեսնում ենք։ Եվ ուզում եմ հասկանալ, բավականին երկար ժամանակ այս ակտիվ ձեր քննադատությունը, ձեր բողոքը, ձեր ընդդիմախոսությունը չտվեց իր ցանկալի արդյունքը։ Ինչու այդպես եղավ։ Նախ ցանկալի Այս արդյունքը երիտասարդը որ չգիտի ոչինչ, դրա համար եմ ասում։ Նախ մեր համար ցանկալի արդյունքը այնքան մեծ բան է, որ դրա համար դեռ երկար պայքար կա։ Այդ պայքարի կեսից կանգնել, ասել արդյունքը չունենք, հիասթափվել է, իմ համար տարբերակ չի։ Ոնց որ գիտեք, Արցախյան պատերազմի կեսից կանգնեինք, ասենք դեռևս բան չի ցանկալի ինչ ենք ասա, Արցախը ազատագրված չէ, եկեք թողնենք։ Չէ, դա երկարատե առաջի պատերազմի նկատմամբ լավ դրված վերցնենք։ Երկարատև
ու ամենօրյա պայքար է, մեր համար հավերժական պայքար է իրականում, քո իղձերի նպատակների համար պայքար է։ Իսկ երիտասարդին ես մի քիչ այլ մոտեցում ունեմ։ Մեր ժողովուրդը հատկապես վերջի տարիներին այնքան շոկային ստրեսների միջով է անցել, տեսել է անպատկերացնելին, ու տեսել է դա համեմված նրա հետ, որ վստահել է մեկին, ով իրեն ամենավատ կերպով է դավաճանել։ Ես էլ էի այսօր տաքսիով գալիս։ Իմ տաքսիստն էլ ասում էր, խնդրում եմ հաջորդ անգամ որ գնաք հարց ու պատասխանի, ասեք Նիկոլ Փաշինյանին, որ ես լսեցի իրեն, ասում է այդ քաղաքականություն բան ամեն ինչ մի կողմ են թողնում, Արցախ, անվտանգություն, ասում է իրեն ասեք, որ ես լսեցի իրեն, որ ասեց լիցենզիայի համար տաքսիստները հարկ բան էլ պիտի չվճարեն, չվճարեցի, լիցենզիա չանեցի, ինձ տարան 160,000 տուգանեցի։ Որովհետև ասում չեմ վճարում, ես էլ չվճարեցի, տարան ինձ տուգանեցի հեղափոխության բաներին 2018 մայիսյան օրերին։ Հիմա վստահել են, հասկանում եք 100%-ով վստահել են մեկին, ժողովրդի 90%-ը անհուսության զգացողությունն էր, որ ես լրիվ համաձայն եմ, որ սնուցվում է արհեստականորեն նաև, որ մեկը ոչինչ չի փոխվելու, բոլորն նույնն է, բայց այդ մարդկանց մենք ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ նախ հասկանում ենք, իսկապես հասկանում ենք, որ կատարյալ չի եղել, այս 30 տարին եւ 35 տարիներ կատարյալ չի եղել են բաց թողումներ, եղել են սխալներ, ու մենք այդ ինքնահայացողությունը առաջինը ունենք, հասկանում ենք, ոչինչ չի լինելու այնպես, ինչպես եղել է 18-ից առաջ։ Հետո սիրելի հայրենակիցներ, հասկանում եք, որ բոլորից ունեք դժգոհություն, բայց մի բան անվտանգային ճգնաժամ է, մի բան է, երբ որ քո տարածքում ադրբեջանական զորքեր են, մի բան է, երբ որ դու տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրներ ունես։ Այսինքն կշերքի նժարի վրա է պետք դնել։ Ով կարող է այս իրավիճակում բանակցել մեր անունից։ Ով կարող է անվտանգային խնդիրներ լուծել։ Ով ձեզ ամեն օր չի խափի։ Ի վերջո ունեցել եք տարբեր բաներ ունեցել է, բայց այս համեմատությունը էս Չգիտենք ով կարող է մեզ չխափել։ Լավ, տեսել են։ Մենք ծեծված ենք եւ խափված ենք։ Մենք չգիտենք։ Լավ, այսպեսի վիճակ եղել է, այսպես ձեզ խափել են, չի եղել, չէ՞ ախր։ Ինչ բան էլ մենք ունենանք։ Այսպես արհամարական ձեր նկատմամբ վերաբերմունք եղել է, այսպեսի որ լավ եմ արել ասել եմ, փոխվել եմ, հիմա կարծիքս փոխվել է։ Այսպեսի պատկեր ունեցել ենք։ Ոչ, ցեղասպանության նկատմամբ որ մենք չենք տեսել նախկինում այդպես խոսքը փոխելու դեպք, բացի մեկ դեպքից, որը չներվեց, դա Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր, որ ինքը չի հավակնում լինել երրորդ անգամ երկրի ղեկավար եւ երկրի ղեկավարի անունը նախագահից վարչապետ փոխվելուց հետո պարզվեց ինքը հավակնում։ Բայց ո՞նց է սա միակ դեպքն էր եւ արձագանքը եղավ շատ սուր։ Հիմա ինչքան էլ ես վերապահում եմ, հիմա ես ուզում եմ հասկանալ։ Դրանք անհամեմատ ծանր թեմաներով եղել է թեմայի լուրջ փոփոխություն։ Արցախը Հայաստանը եւ վերջը դարձել է Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Եվ չի եղել այդ արձագանքը։ Արձագանքներ եղել են, բայց ես ելի եմ ասում, հատ նայենք ինչ հասարակության հետ գործ ունենք, 18-ին խապված, դավաճանված, խոստումները դավաճանված, ու քանի պատերազմ տեսած, իր զավակներին թաղող, գերության մեջ տեսնող, ստրեսը ամեն մեկին վրա մի կերպ է ազդում։ Ինչքան է տևում այդ ստրեսը, օրինակ։ Տարբեր սոցիալոգի բաներ, եթե հարցնեք, տարբեր տարիներ, մեր գործը, հա։ Մի բան եթե կարելի է կներես մեր հասարակությունը ամեն օրվա ռեժիմով ինֆորմացիոն տերորի է ենթարկվում, ամենօրյա ռեժիմով, ֆեյքերի միջոցով, կեղծ լրատվական էջերի միջոցով, կեղծ քաղաքագետների միջոցով, կեղծ ռազմագետների միջոցով, ամենօրյա ռեժիմով մեծ բանով տեղեկատվական տերորի է հա, եւ նպատակը հուսալքություն։ Այո, եւ նպատակը հուսալքությունն է, նպատակը կեղծ ինֆորմացիա ներկայացնելը, նպատակը որ նախկինները չարիք են, նպատակը բոլորը նույն են, նպատակը բոլորը Ռուսիա ագենտ են ու դա էլ էր ասում, գիտեք, ասում են ռուսները եթե չի ասել, չէ՞ որ դա չի ասել, այդ մասը ես չեմ էլ ձայնարկել, ոնց ասեց որ բարով ռուսները այդքան իրենց տանջել են, ինչի են իրենք ռուսամետ։ Դաշնակցությունը ռուսամետ չի, դաշնակցությունը ճաշակով չի բան իր կողմնորոշումը, դաշնակցությունը ելնում է իր բոլոր գործողություններով Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ Եթե այսօր պետք է ռուսների հետ համագործակցենք հայ ժողովրդի շահերի համար, համագործակցենք ռուսների հետ։ Եթե պետք է ամերիկացիների հետ համագործակցենք ամերիկացիների հետ։ Բայց մի բան, իրանց տարբերական ճաշակի հարց է, որտեղ իրանք ուզում են, որ մեր ժողովուրդը ապրի մենակ սնունդի եւ հաճույքի համար։ Իրանք այդպես են ապրում, մենք այդպես չենք կարծում։ Եվ մի բան փաստ է,
Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյանի օրով, Նիկոլ Փաշինյանն է հանձնել։ Այսօր Հայաստանում ադրբեջանական զորք կա, Հայաստանի տարածքից մոտ Երևանից մեծ տարածք, մոտ Երևանի չափ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ ամրաշինական մեծ աշխատանքներ են կատարում, որ եթե նայեք, հստակ է, որ այդ մարդիկ այդտեղից չեն գնա։ Ինչ փաստաթուղթ ուզում լինի, չեն գնա այդտեղից։ Հայաստանի տարածքը օկուպացրել են եւ Իրանցը Նիկոլ Փաշինյանը Իրանցի տարածքը հանձնեց, միջազգային բոլոր օրինակները կարակ տեսնեք, այնտեղ դելիմիտացիա եւ դեմարկացիա տեղի չի ունեցել։ Ուղղակի հանձնվել է այդ տարածքը Ադրբեջանին եւ դա ամբողջը տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սա փաստեր են, որոնք այդ մեր քաղաքացիների երիտասարդը պետք է տենա ինքը ականատես է եղել դրան։ Դրանք փաստեր են։ Դրանք մենք կեղծ թեզերով չենք խապում ամեն օր իրան։ Փաստեր են, որ կան։ Այո, շարունակենք մեր զրույցը։ Շնորհակալ ենք։ Այո, ասելով ես նկատի ունեմ, որ դուք պատասխանեցիք երիտասարդին որոշակիորեն եւ նա կարող է չեմ էլ կասկածում, որ ինքն իրեն գոնե լսելու համար այցելել Հրապարակ TV-ի բլոգը, որը կոչվում է Քաղաքականացված։ Հաճույքով ես նոր ասում եի, գիտեք, դաշնակցությունը այսպես ամեն հայի համար, ասում են ամեն հայ մի քիչ դաշնակցական է, առաջ այդպիսի կատակ կար, բայց գիտեք առաջ ինչ միտք կար, նաև դա հիշեցնեմ ձեզ, ասվում էր, որ աշխարհն էլ շուրգա ինչ էլ լինի, դաշնակցությունը ունի կայուն ընտրազանգված։ Իհարկե դա ասվում էր նաև օրինակ Պարույր Հայրիկյանի մասին, դա մեծ չէր, բայց շատ կայուն զինվորական ընտրազանգված էր, թեկուզ 5-6-7% դաշնակցությունը նույնիսկ մի քիչ ավելի շատ։ Իմ կյանքի փորձն էլ հուշում է, որ ոչ ոք այսօր չունի այդ կայուն ընտրազանգվածը, որը պետք է գնար եւ ձայն տար այս կամ այն ուժին։ Եվ մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից, գիտեք ինչ որ իմաստով։ Հիմա ուր ենք մենք գնում։ Մենք գնում ենք երկրորդ հարկ շենքի, որտեղ կտեսնենք, հեսա կտեսնենք, ինչ կտեսնենք։ Այս շենքը այսպես հոգի ունի։ Հա,